Հավատքը պետք է գիտակից լինի։ Երբեմն մենք ծնվում ենք քրիստոնեական երկրում։ Անկամ մեր լեզուն, մեր ավանդությունները, մեր պատմությունը քրիստոնեական խոր արմատներ ունեն, հա։ Մենք միգուցե ծնվում ենք եւ լսում ենք Քրիստոսի մասին։ Բայց դեռ այս բոլորը, քանի դեռ գիտակից չէ, մենք անվարձ ենք, վարձք չունենք Աստծուց։ Շատ լավ է, Աստծո ողորմությունն է, որ մենք ծնվել ենք քրիստոնեական երկրում, որ մենք քրիստոնեական դաստիարակություն ենք ստանում, որ մենք մկրտվում ենք փոքր ժամանակ, սա գիտեք ինչ ողորմություն է։ Շատ-շատերը առանց մկրտվելու գնացին այս աշխարհից, բայց մեր եկեղեցին հաստատել է մանկամատկրտություն, 8 օրեկանում մկրտություն, որպեսզի ապահովագրենք մանկան երկնքի արքայությունը։ Եթե ջրից հոգուց չծնվեք, չեք մտնի երկնքի արքայություն, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Բայց դեռ դա սկիզբն է քրիստոնեական հավատքի։ Երբ որ մենք չափահաս ենք, գիտակից ենք դառնում, պարտավոր ենք վերաիմաստավորել մեր հավատքը, ոչ թե մենք չեղած բանն ենք գտնում, չէ, մենք եղած բանը իմաստավորում ենք։ Մեր մկրտությունը ոչ թե պիտի վերամկրտվենք, այլ պետք է մկրտությունը իմաստավորենք։ Աստծո շնորհը մեր մեջ զարգացնենք, որ մկրտությամբ է մեր մեջ տրված։ Այնպես որ մենք, եթե քրիստոնյա ազգի մեջ կամ քրիստոնյա միջավայրում ենք ծնվել, մեծացել, դա թե ողորմություն է, թե պատասխանատվություն է։ Հեթանոս կամ մահմեդական երկրում ծնված մարդուն այնքան չի պահանջելու Աստված, ինչքան որ մեզանից է պահանջելու։ Ուրեմն յուրաքանչյուր պարագայի էլ հավատքը ժամանակի ընթացքում գիտակցված պետք է լինի։ Մարդը որ երկրում էլ ծնվի, թե քրիստոնյա եւ թե ոչ քրիստոնյա երկրում։ Եթե քրիստոնյա երկրում է ծնվել, ապա գիտակցված պետք է դարձնի իր հավատքը։ Եթե ոչ քրիստոնյա երկրում է ծնվել, ապա գիտակից ճշմարիտ հավատքի պետք է գա, եւ ով որ փնտրում է անպայման կգտնի։ Ամեն։